Բարի լույս։ Այսօր այս սիրուն տեսարանով եմ սկսում մեր վիդեոն։ Այսօր անգելս, քանի որ մի քիչ ուշ պետք է գնար դպրոց, ես էլ տանն էի, որոշեցի, արդեն ասել էին նախորդ վլոգում, չէ, որ տանն եմ մնալու։ Որոշեցի տանեմ ինքն էլ արյուն հանձնի, հետ տարեկան էլի պրոֆիլակտիկ։ Ինքն էլ արյուն հանձնի, հետո իրան ճանապարհեմ դպրոց։ Ես էլ գնումներս անեմ ու գամ տուն, ինչ սարքեմ, որ գաք ուտեք։ Իդեպ Անգելինա մի րոպե, քանի գնում ենք, մի հատ ասա, հարցեր կար, թե Անգելինան ինչ պաս է պահում, որ ձուբան ուտում է, Անգելինան ծոմ է պահում, այնպես չի, որ հələ մի հատ ասա, էլի ստեղ ոնց եք դուք անում։ Ստեղ մարդ իրան զրկում է այն բաններից, ինչը շատ է սիրում, շատ օգտագործում, ու ես շատ եմ սիրում շոկոլադ։ Միս այդքան շատ չեմ ուտում, բայց դե ուտում եմ, ու դենց հիմա ես չեմ ուտում ոչ շոկոլադ, ոչ չիփս, տենց առհասարակ շաքար պարունակող բաներ չես ուտում։ Ու առհասարակ միս երշիկ, նրբերշիկ չի ուտում հիմա։ Ու ֆաստ ֆուդներ։ Հա, ու ֆաստ ֆուդ, այդ ամենաբաներից ինչ որ ինքը սիրում էր, դրանից իրան զրկել է, բայց ուտում է կատնամթերք, քանի որ Անգելինան գրել է, ինքը այդքան է շատ միրգ ու բանջարեղեն չի սիրում։ Եթե ինքը չուտեր ընդհանրապես կատնամթերք, կվիտամինա զրկվեր, դրա համար խնդրեցինք, որ գոնե բանանի, ուտում է կաթ, կարակ, պանիր ու ձու, բայց մսամթերք, երշիկեղեն, քաղցրեղեն, շաքար պարունակող բաներ, հյութեր, ֆաստ ֆուդ, ոչ մի բան չի ուտում։ Տենց, ու Զոյկան ու Ալենն էլ մենակ գազավորված հյութեր, քաղցրավենիքներ ու չիփսեր։ Ու իդեպ Զոյկան այս քանի օրը շատ ակտիվ է ավելի, շատ աշխուժացել է ու փորիկն էլ իջել է ահագին, հետ էլ ասենք, ճիշտ է, պասը չեմ պահում կամ ծոմը չեմ պահում նիհայելու համար, բայց դե Զոյկայի պարագայում այդ լավ արդյունք է, որտեվ ինքը քաղցրեր ուտում, հետո շատ ջուրեր խմում ու փորիկը հուռում էր։ Գնացինք, լավ ձեռքս սառեց։ Անգել ոնց էր։ Անգելինան շատ ասես թաքնված բաներ ունի, անատարանոցներ ունի ու մի քիչ բարդ էր գտնել է, բայց երկուսով միասին գտանք։ Գնացինք լավ։ Գնանք մի կտոր մի բան ուտի ու գնա դպրոց։ Դա չէ, բայց քեզ զգում գլխապուտիկ բան չէ։ Եկանք մտանք մսի խանութ, սկզբում մսամթերք գնեցի, հիմա էլ եկել ենք Շպար, Անգելինան սուշիի պարագաներ է ուզում, ինչ որ չունենք տանը, քանի որ մսամթերքի խանութից նաև լաքս էի գնել են իմ սիրած, տեսել եք շատ հաճախ են մեծ լաքսերը, գնել եմ նորից, ինչքան էլ թանկ է, բայց այսպես ձեռք է տալիս, երբ որ 1 կիլոգրամանոց փաթեթով ես գնում, տենց, մի խոսքով գնացինք։ Դուրս ենք եկել, Անգել ասում է, հասկանում եմ, պապան քեզ չի սիրում քո այդ խանութ գնալ, որովհետև իրոք տենում ես մի բան, այն մյուսը, ասենք օրինակ ծամոնները, երեխեքս ծամոն չունեին, սենց ամենքին մի պաշկա որ դնեմ, հազիվ խանութ եմ եկել, սենց առանց սամուսնուս էլի, որ կարամ հանգիստ նայեմ, այստեղ օրինակ այս տեսակները զեղչվել էր, ինչի չէ որ, ծամոնա, սենց սուշիի բաներն ենք առել, այստեղ վերցրեցի բազուկը, այստեղ ցույց տամ, որ էլ տունը ցույց չտամ, էլի այսքանը տանը մի անգամից նկուղ դասավորեմ, կաղամբը, տավարի միսը այստեղ է, էսի մսի խանութից եմ այս ապրանքները գնել, որ բորշ պատրաստեմ, իսկ բանի համար էլ դե լաքսը ունենք, սոյայի սոուսը, նուրիները, բրինձը, այս Անգելիս հացը, որ Անգելիս հիմա դպրոց գնա, հացն ու ջուրը, ավտոբուսի ժամն է իր արդեն, սի վերցրու աղջիկս, հիմա Անգելը մտածում եմ այս քանը ոնց ես տուն տանելու։ Կապա գաս օգնես, հետո նոր հետ գաս նորից։ Կտանի մամա, ոչ իսա կկիսեմ երկու տեղ, ոչինչ էլի, այստեղից անցնում ենք, ենք կողմը տունն է արդեն, ես չի, որ շատ պետք է քայլեմ։ Լավ, հիմա դասավորենք հավասարաչափ ու գնանք։ Կարայի գնայի նորից գայ, բայց դե չէ, որ գնամ տուն, կանցնեմ գործերին արդեն։ Դե լավ, այստեղ ձեզ հրաժեշտ տանք, Անգելս թող գնա իր դասերին, չես կյանքս։ Հարկ եղավ նորմալ 2 տոպրակ, Անգել ջան, մի նեղվիկ, տանի մաման։ Անցած վլոգը Զոյկան էր, հիմա դու ես։ Գոհ են հետևորդները։ Այստեղ նարկիզներիս գլուխներն արդեն բարձրացել են, բայց պետք է էլի սողոքներ վաղը երևի կառնեմ,
Դե սենց երկու տեղ ամենակ ծաղկեն ու հետո նոր դեսրան կվերջան, հետո նորից վարունգ կցանեմ, որտեղ թելերս դեռ կապած են։ Այսքան կդնեմ աճի, նորից կբերեմ կտնկեմ։ Որ նոր կարթեն։ Բերել եմ լվացք փռեմ դրսում։ Ես լվացքն էի փռում, Վիտոն էլ աշխատանքից եկավ։ Բոշս էլ արդեն պատրաստ է, դե ինչ, գնում ենք ընտրելու մեզ բարի ախորժակ, այսինքն ախորժելի կարմիր կարևորը ինձ համար այս հյութը միայն արդեն ամեն ինչ արժի։ Բարի ախորժակ բոլորիս։ Ուրեմն այսօր արդեն ուրբաթ է։ Երեխեքին ճանապարհել եմ, սուրճ խմեցի քուրիկներիս հետ, հեռախոսով հանել եմ բինգոին զբոսանքի ու տանեմ լողացնեմ։ Մի քիչ են երկարած մազերը տակից նորից կկտրեմ ու կլողացնենք։ Այսօր բինգոյով մի քիչ կզբաղվեմ, մինչև երեխեքս գան։ Լմետ տեսեք իրա տեսքը, լողանալուց հետո իրա բաղնիքում լավիչ ճակոլ, լավիչ գնուկ մաչորոնյունք, Կարծում եմ միակ բանը, որ կարա դպրոցից հոգնած ծոված երեխուն դուն գալուց ուրախացնի այդ մամայի սարքած իրեն սիրելի հոմեղ ուտեստը կլինի։ Այստեղ բրինձա, դեռ եփվում է, երկարակորն բրինձը, ու այստեղ պանրային սոուսով, բրոկոլի, այս վրայինը սև պղպեղա, սենց, հեսա մի հատ էլ ուղղակի չնեսեք, պետք է այստեղ մի քիչ էլ պնդանա, ուղղակի որ երեխեքը մի 15 րոպեից են գալու, բրինձն էլ մինչև լինի, ես դնելու եմ մի հատ էլ եռա, անջատեմ, ու լցնեմ բրինձի վրա ու մատուցեմ, սունկ էլ կարայի լցնեի, բայց դե Զոյգան սունկ չի սիրում, ու ամենը համեղը կլինի, ու ինչ, բույրն էլ նենց ախորժելի է, սերուցքա և հալվող պանիր էլի, իհարկե գաուդա պանիր է, լավ հալվել է ինքը, մի քիչ էլ մացառել է կա մեջը։ Մենք էլի բինգոյի հետ ենք ու նաև Ժոյկայի, բարի լույս։ Զոյկան արդեն եկել է դասից, հանել ենք բինգոյին նորից դուրս, մինչև երեխեքն էլ հեսակիչն, այն ավտոբուսը որ գալիս է, այն նրա մեջ են աղջիկները։ Հալենը հələ չէ, Հելենն ու Անգելինան են։ Այդ տղարի ինչ ես փնտրում, արի։ Այ նորից լողաց է, մի մտի տեղ։ Մի քանդի հողը։ Հատե, երեխեքին ա տեսե, ուզում ա գնա։ Փոփոխություն չեք տենում բինգոյի վրա։ Ահա, իսինց տեսք ունի։ Երեխեքն արդեն ուտում են, չխանգարեմ իրանց։ Եկա, քեզ ասեմ, համով է։ Շատ անուշտենի, Զոյկան բրոկոլիի սիրահարն է։ Սիրելիներս, ընթրիքի ժամը պատրաստվում եմ, այսինքն ժամը 4-ից է դեռ, ամուսինս 5-ին է գալիս, այստեղ պատրաստում եմ իր ամենասիրելի աղցաններից մեկը, ամեն ինչ ավելացրել եմ, հիմա դեռ չեմ խառնում, մնում է միայն ձիթապտղի ձետ ավելացնեմ ու վերջ, մի քիչ հետո նոր կխառնեմ, որ ինքը թարմ է այդպես սիրում, իսկ այս կողմում էլ ցորեն եմ խաշել, որ պատրաստեմ սպաս, այստեղ էլ մսով կարտոֆիլով իհարկե ոչ մի բան չտեսա, բայց մսով կարտոֆիլով այսպես տապակա եմ պատրաստում։ Ողջույն սիրելիներս, բարի երեկո, այս վլոգում դեռ այսպես չենք ողջունել իրար ու որոշեցի մի հատ ողջունենք նոր անցնեմ գործերիս, իհարկե ընթրիքը պատրաստեցի, վերջացրի, գործերս էլ եմ այսօրվա համար նախատեսած, վերջացրել ինչ եմ ասում այսօրվա, որովհետև գործին վերջ չկա, չի վերջանում, հիմա լվացքը հարթուկ արել եմ արդեն պետքա բերեմ դասավորեմ, բայց դե գիտեմ որ հեսա երեկոյան արդեն նորից որ լոգան կընդունեմ նորից, հրպիշներ նորից շորերը հավաքվել
դրա համար ասում եմ, որ այսօրվա համար նախատեսած գործերս եմ վերջացրել ու հավիտոն գա տեսնեմ ինչքան հոգնած կլինի կուզեմ իհարկե մեր շաբաթվա գնումները գիտեք որ շաբաթը մեկ անգամ ենք մեծ գնումներ անում չնայած որ ես 3 արդեն մսամթերքը գնել եմ հիմնականում միրգ բանջարեղեն են ծանր բաներն ա պետք մակարոնեղեն կարակ ձիթայուղ բուսայուղս վերջացել ա բուսայուղ ձիթայուղ ոչ ման չունեմ հիմա տանը այսինքն ներքևում վերևում ունեմ դեռ բուսայուղ Ես օգտագործում հիմնականում աղցանների համար, որովհետև տապակելու չի, այս extra virgin-ս վերջացել է։ Սիրելիներս, հա, ինչ է, ջան, ինչ է տղա։ Ալեն եկավ ու վախեցած գնացնեց, ես հալա խոսապրծի մեր բան կանեմ կասեմ, մի հատ դուրս կամ տեսեք ինչքան լավ եղանակ է։ Հա, ուրեմն ինչ է ասում, շատ կուզեմ գնանք հիմա գնումներ անենք, որտեվ միշտ այնպես ստացվում շաբաթ օրն ենք գնում, իհարկե շատ լավ է, բայց դե շատ են լինում գնումներ կատարողները, շատ մարդ է լինում, համ թե չեմ կարողանում նկարել, համ էլ այսինքն արագ ենք ոնց որ անում, հերթեր ու այն որ ասեմ, լավ միրգ բանջարեղեն էլ հիմնականում չի լինում, առավոտը գնում ես շատ մարդիկ են, կեսօրից հետո երեկոյան էլ ճիշտ է զեղ չէր լինում, որ կարողա մի քիչ են, որ շաբաթ կիրակի օրն էլ մնա, երկու շաբթի էլ չեն վաճառի, մի քիչ կարողա 50%, 25% հիմնականում զեղչված լինի, բայց դա էլ արդեն կիսա փչացած է։ Դրա համար ավելի լավ կլինի այսօր գնանք մթերային գնումները գոնե անենք, վերջացնենք, որտեղ շաբաթ օրվա վրա միշտ շատ բան է մնում ու շատ հոգնում ենք շաբաթ օրը գնումներ, թե մի երկու գործեր էլ լինում է այստեղ այնտեղ գնալու որ գոնե շաբաթ կիրակին ընտանիքով տանը անցկացնենք կամ չգիտեմ ուր գնանք ու իրականում գնալու շատ տեղեր կա, շատ սիրուն վայրեր կա, դե հիմա դեռ ցուրտ է, բայց ասենք լճերի ափ կամ ինչ-որ ժամանցի վայրեր, բայց երբ որ ինձ հարցնում են աշխատավայրում հիմնականում միշտ ամեն երկու շաբթի օր եմ, անավանդ կամ եթե ուրբաթ էլ ազատ օր լինում, դե ես միշտ աշխատում եմ, բայց մյուսները որ գնում ենք միշտ այդ հարցը լինում է, ոնց անցկացրեցիք շաբաթ կիրակին, ինչ արեցիք, ուր գնացիք ու ոչ թե ինչ արեցիք տանը, ուր գնացիք, ոնց նշեցիք ուրբաթ երեկոն կամ ինչ-որ մի բան, այնպես է ստացվում, որ իմ մոտ միշտ նույնն է, միշտ ընտանեկան է ու ես ասում եմ, այնպես չի, որ ես չունեմ հնարավորություն գնալու կամ փառք Աստծո հնարավորություն ունենք ընտանիքում սիրում ենք տեղ գնալ, մեքենան ունենք, կարող ենք գնալ, բայց որ ես ինձ երջանիկ եմ զգում, ես ինձ հանգիստ եմ զգում ու ես իսկապես հանգստանում եմ իմ տան մեջ, որ ես կարոտում եմ իմ տունը, շաբաթ է լինում, որ գալիս ասեմ, ես արդեն այսօր ուրբաթ է, բայց ես դեռ ասենք տեղ կա տան մեջ տարածք կա, որ ես դեռ չեմ եղել է շաբաթվա ընթացքում, ասենք չգիտեմ, որ չեմ հասցնում, գալիս եմ երեկոյան, երկու շաբթի, երեք շաբթի օրերին, երբ որ երեխեքն արդեն հացը պատրաստած են լինում, ներքևի մեր խոհանոցում, հաց ուտում ենք, հյուրասենյակում նստենք, եթե ֆիլմ նայենք կամ ինչ-որ մի բան, երեխեքի հետ եթե դաս ունենք կամ ինչ-որ խաղ, ինչ-որ բան, ու հետո բարձրանում ենք վերև, արդեն լոգանք էս կողմեն կողմ ու քնելու, լինում է, որ այս ուղիղ գծով, այն մեկ ասում եմ շաբաթվա ընթացքում դաշտամկերի նման է իմ ճանապարհը աշխատանքի տուն խոհանոց հաց ուտել բարձրանալ վերև բաղնիկ ննջասենյակ այդպես է ասում որ դաշտամուկ լինեմ գծած ճանապարհով բայց ուհա ես կարոտում եմ իմ տունը սիրում եմ տեսես երկորեն քոն լիարժեք տան բոլոր անկյուններով մաքրեցի հավաքեցի այն տեղերը որտեղ մենք չենք օգտագործում նույնիսկ ասենք այս երկու բնակարանները որ մենք չենք օգտագործում նորից փոշիներ ամեն ինչը մաքրեցի բան արեցի սենց անկողնային պարագաները նորից թարմացրեցի սրբիչներս ամեն ինչ խոսքով վերևները ինչ որ գնալ ասում ես կարոտում եմ իմ տունը դրա համար ես չեմ ուզում ուրիշ տեղ գնամ իմ տանը մանավանդ հեսա գարունը որ բացվի կա բոլոր պայմանները իրոք ակտիվ հանգիստ թե пассив հանգիստ անցկացնելու համար էսա այս ամեն ինչը որ հանենք դնենք նորից այնպես է որ չունեմ ոչ հանգստյան տուն գնալու կարիք կամ լողավազան գնալու կարիք իհարկե երկրի ներսում բայց երկրից դուրս ճանապարհորդել սիրում եմ ու այդ ամեն մի ճանապարհորդությունը մի բան տալիս է ասենց ուրիշ ձևով ես լցվում, կյանքին ուրիշ աչքերով ես նայում, թե ընտանիքով ես գնում, սկսում ես ավելի շատ սենց ջերմանալ այդ օրերի ընթացքում, թե մենակ ես գնում, սկսում ես ավելի շատ գնահատել ընտանիքդ, կողակցիդ, եթե մենակ ես, եթե երկուսով ենք, այսինքն այլ ավելի ջերմացած, այլ ավելի սիրով լցված ես վերադառնում, չգիտեմ, սիրում եմ, թե մենակ, թե ընտանիքով, թե երկուսով ճանապարհորդել, սիրում եմ, կարևոր չի ուր ենք գնում, ինչ ենք անում
Այդպես, բայց եթե երկրի ներսում իմ համար իմ տանից լավ տեղ չկա, հանգիստ ես հանգստանում եմ իմ տանը, ու հա, այդ էր, որ ես երկու օր չտա շատ գործ ունեի անելու, թե տան գործեր, թե արդեն ասել եմ իմ թղթաբանական գործերը, օնլայն սեմինարներ ունեի, որոնք բարեհաջող ավարտվեց, ու դրանից էր կախված իմ հետագա ընթացքը, որ ասեցի նախորդ վլոգում, որ պլաններ կան ուսումը շարունակելու հետ կապված, ավելի հմտանալու, մասնագիտանալու ու հենց ուսումը շարունակելու, ոչ թե ուղղակի ոնց որ այսօր ունեի սեմինարներ օնլայն, այլ հենց ու դրանցից էր կախված հենց հիմնականում, որ ես իմ հետագա ուղին, խասկով, այդպես ու տեսնեմ, եթե հաջողվի ու հունիսին էլ կարողանամ Գերմանիա գնալ բժշկուհու հետ, այդ ավելի լավ կլինի, հա, բացեցի ահագին փակագծերը, կարծում եմ հասկացաք, որ խոսքս բժշկության մեջ ավելի մասնագիտանալու մասին է, ավելի սահուն քայլերով առաջ գնալու ու այսինքն այն ինչ որ ես հիմա անում եմ, այն ինչ որ ինձ հիմա վստահվում է ու ես անում եմ այդ ամեն ինչը, որ ես կարող եմ բժշկուհու հետ հավասար վիրահատության մասնակցել, ասենք նույնիսկ կար դնել, դե կար քանդել այդ ամեն ինչ անելը հեչ անում եմ sense tendency իմ ձեռքն է, բայց այն որ կարող ես արդեն մենակ, ոչ մենակով իհարկե գլխավորի ներկայությամբ ինչ որ վիրահատությունների, դե մերը հիմնականում գիտեք, աչքի վիրահատություններն են ու կոպերի վիրահատությունների մասին է խոսքս, դրանք անել կամ ինչ որ այդ գարի հատիկները, ինչ ենք մենք ասում դրան, չգիտեմ, ես գերմաներենից եմ թարգմանում, դրանք ինչ որ հեռացնել կամ ինչ որ էս տակի պապիլոմաներ կամ ինչ որ բաներ աչքի հետ կապված, մի խոսքով շատ խոսեցի արդեն, հետո որ բան լինի կասեմ հիմնականում ինչ եմ ուզում, ինչին եմ ձգտում ու իմ համար կարևորը այն չի, որ իմ այս բեյջի վրա գրված լինի այդ դրն, այդ իմ համար հեչ կարևոր չի, որովհետև իմ համար կարևորն է ինչ որ ես անում եմ ու եթե ես հիմա էլ ուզեմ շատ բան կգրվի իմ բեյջի վրա, բայց դե ես չեմ ուզում իմ համար ուղղակի իմ մենակ անուն ազգանունը հերիք է ու այդ ինձ շատ բան է ասում, որովհետև հիմա յուրաքանչյուր մեկը կարող է գնալ մի քանի ամիս ուղղակի սովորել էպիլյացիա անել, լազերային էպիլյացիա անել կամ ինչ որ ուղղակի մի հատ կուրս անցնել, որ ամփույթ կերպով մի երկու հատ շրթուն կուրացնի կամ բան ու իր ինտերնետային հասցեի վրա գրվի դոկտոր էս ինչ, արդեն այդ չգիտեմ, այդ իմը չի, ես այդ չեմ ուզում, որովհետև այդ կոչմանը մարդիկ հասնելու համար սովորում են տարիներով, տանջվում են տարիներով, մասնագիտանում են ու դու պետքա վաստակես այդ ամեն ինչը, մենակ կոչումը չի, ու ես հիմա իմ դեպքում այնա, որ ես չունեմ դոկտորական կոչում, բայց ինձ վստահվում է ավելին, քան կվստահեին արդեն դոկտորական կոչում ունեցող մարդկանց կամ ես ինձ ռիսկ եմ անում, այսպես վերապահում եմ իրավունք կամ ռիսկ եմ անում իհարկե դա ինձ թույլ է տալի գլխավոր բժշկուհին կատարել ավելի շատ, քան ինչ որ կանի արդեն համալսարան ավարտած բժիշկը, այս պարագայում եմ ասում իհարկե, որ դեռ չունի հմտություն, բայց դե պետքա նաև հմտանալ, պետքա նաև չբավարարվել, ոչ մի բանով, ամեն օր պետքա մի բան սովորենք, ամեն օր պետքա առաջ գնանք, ոչ մի հնարավորություն կապված սովորելու, կրթվելու, ինքնակրթվելու, զարգանալու հետ պետքա բաց չթողնենք, ամեն մի ընձեռված հնարավորություն պետքա ընդունենք ու ճիշտ է իմ համար շատ դժվար կլինի համատեղել, հիմա համատեղում եմ ընտանիք աշխատանք, YouTube, ընտանեկան բիզնես հյուրատնային կամ ինչ որ մի բան ու դրա հետ մեկտեղ մի հատ էլ արդեն համատեղել համալսարանական կրթություն, որը լինելու է ստացիոնար եւ նաեւ օնլայն մի քիչ դժվար է լինելու, բայց ոչ անհնարին ոչ մի բան չկա ու քանի դեռ երիտասարդ ենք, քանի դեռ ունենք հնարավորությունը, պետքա օգտվել այդ ամեն ինչից, որովհետև այդ արվում է մեր համար, մեր կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Այդպես սիրելիներս, այս էլ հարցերի պատասխանը, բացեցի փակագծերը, Աստված առաջ, իհարկե միշտ սիրում եմ, որ մի բանը ավարտին հասցնեմ, նոր ասեմ, բայց դե հիմա քանի որ ձեր հետ շատ բան եմ կիսվում, ես հիմա այդ ուղու վրա եմ, այդ ամեն ինչի միջով եմ անցնում, ուզում եմ, որ դուք էլ իմ հետ անցնեք, որ արդեն հաղթանակը միասին վայելենք, միասին տոնենք։
Այդպես, լավ, գնամ հիմա արդեն, ես հիմա, եթե ես հիմա, չէ, հեռախոսը մոտս չի, կարող է պատահի, որ Վիտոն արդեն զանգել է, որ դուրս է գալիս գործից, արդեն զանգում է։ Այդպես, սիրելիներս, դե լավ, գնացի, տեսնեմ ինչպես, ոնց, որտեղից, երբ, բայց անպայման կհանդիպենք ու այս ընթացքում որոշում ուզում մի քիչ հաճախակի վիդեոներ տեղադրել, չնայած հաճախ այսպես ստացվեց, որ մի քիչ ավելի արագ ստացվեց Վիտոյի Ալենի ծննդյան վիդեոն, հետո եկավ մեր մյուս վիդեոն, ինչ լավ են ճլվելում։ Ու հիմա ես էլ բան կանեմ կտեղադրեմ, գոնե որ վաղը մի հատ կիրակի օրը նկարեմ, որ շաբաթվա ընթացքում կարողանամ տեղադրեմ, որտեղ հենց գնացի գործի, էլի ծանր շաբաթ է սպասվելու, վիրահատություններով լի ու մեկ էլ իմ էս նոր ձեռնարկած գործերը։ Մի խոսքով բոլորիս գործերին հաջողություն, գնացի, լավ մնացեք։ Ահա, սպասս արդեն դրել եմ վրան։ Ժողովուրդ, ունեմ շատ ու շատ գթալներ, սպասի շերեփներ։ Էս իմ 16 տարվա, 15 տարվա երևի շերեփնափայտից սպասի։ Եսեք ինքը վարվել է, ունեմ շատ, այս կողմում էլ ունեմ, տարբեր բաների մեջ լիքը, բայց այս իմ անփոխարինելին է։ Կա չէ, տենց ապրանքներ, որ անփոխարինելի են։ Այս սպասս է, այստեղ տապակս արդեն պատրաստած, եկի ճախորժելի է, մնում է հեսա մի հատ էլ միացնեմ, ես խառնեմ, տաքասեմ այս կանաչիները հետը։ Ու Եվ այստեղ աղցանն էլ է պատրաստ, մի խոսքով սպասում ենք ամուսնուս։ Ահա, երեխեքից սպասներ էլ է պատրաստ, ամեն մեկին իր սիրած ափսեով եմ լցրել։ Այս եմ վերևի սերվիզի ափսելա, իջել է ներքև, շատ հաճելի է, հավեսով ուտվում է։ Ու հա, այս մենակ նանայով է, այստեղ արդեն նեխուրել կա, կատարակաղով, բայց դեր ես ցույց տամ ցորենով։ Շատ հաճելի, համեղ սերեխեքին է, հեսա ինձ ու ամուսնուս էլ լցնեմ ու արդեն նստենք հացի։ Ուրեմն մեր մոտ խաղի ժամը, եկնենք մոնոպոլի խաղանք, յոյգան։ Մաման էլ է խաղում։ Ալենը, մաման։ Անգելին կանչել եք գալիս է։ Մեր մոտ է, վերևն է, կանչ չկա։ Գրի։ Լավ, շարեք գալիս եմ։ Բարի շաբաթ առավոտ, սիրելիներս, արթնացել ենք, սուրճ ենք խմել, շատ բարձր տրամադրությամբ, արթնացել եմ, սուրճ եմ խմել ու հիմա գնանք խանութ, երեկ չգնացինք, խոստացա, բայց թե չգնացինք, որտեղ Վիտոն հոգնած էր, եկավ միջև հաց կերանք, այս կողմենքում արդեն ուշ էր, այսօր ենք գնում, գնացինք։ Հասանք հոֆեր, մի հատ տեսեք այս ծաղիկների բազմազանությունը, ինչ սիրուն են, ինչ լավն են։ Բայց ես ուզում եմ սոխուկներ ավելի շատ վերցնել։ Այլ Էլենայի կակաչների բաներ կա։ Վերջ ես մի խանութից դուրս եկանք, բայց կիսատ բաներ ունեմ դեռ։ Վերջ եկանք ես ու Էլենը։ Եկանք Մյուլլար, որովհետև համ բաներ ապետք, դեոներ ապետք, համ էլ Ալենին ինչպես միշտ, Ալենին գրենական բիտույքներ ապետք, ինչպես միշտ։ Ամենաշատ օգտագործող ինքն է երևի, չի կորցնում, բայց շատ է օգտագործում, շատ է նկարում ներկում։ Վերջում, բայց դա այս կողմով չեմ կարող տարբեր անցնեմ,
Տուխիների կողքով։ Ամուսինս սրանից է նվեր ստացեց ծնունդին դեկորս կողմից շատ լավն է ի դեպ բայց իր ֆավորիտը Պրադան է պապայի որտեղ էր Պրադանը չէ այս կողմն է լինում թանկարժեքները այս է ամուսնուս ֆավորիտը այս Այս է ես իրան առել, չէ, այս հուքը, թանկ է, բայց դե շատ երկար է մնում, շատ լավն է։ Իսկ իմ ֆավորիտը հիմա Վալենտինոն է։ Հիմնականում այս քաղցր հոտերի ավելի կիսաքաղցրի սիրահար եմ, բայց բոլորն էլ շատ լավն են։ Վալենտինոյի այս մեկը զեղչվել է։ Այս փոքրիկը։ Սրանցից անփոխարինելիները սրանք են, որ շատ երկար մնում են մի անգամ առավոտյան լոգանքից հետո ու վերջ ամբողջ օրը ապահովված է, չեմ կարող ասեմ ավելի երկար, ինքը գրված է 96 ժամ, բայց դե ով է այդքան մնում, մինչև երեկոյան լողանում ես նորից, այդ երեկոյան լոգանքից հետո չեմ անում, առավոտյան մենակ։ Շատ լավն են սրանք, որ նայ տարբեր բաներով են անգամ վարդագույնն էինք վերցրել։ Վերցրու դե, քեզ Անգելինային, Ալենին, բայց չալենին փչուղին։ Չգիտեմ։ Սիրո կալմեսի, նայմ։ Ես ունեմ հելա քեզ պետք չի։ Ալենին հապ է։ Ալենին ու պապային դա համարդմից չի։ Сейчас помочь Ալենին։ Եկանք մի հատ էլ պենի, այստեղից էլ մնացած բաները վերցնենք։ Հասանք, հիմա ամենապահն է, տանել, դասավորել լավ գնանք տուն, ընդհանուր ցույց կտամ, մեկ էլ ածուխ էին գնել, արդեն դրեց ավտոտնակում ածուխը խորովածի։ Մենք միջև եկանք, մեր թագուհին արթնացել է, բարի լույս։ Նասկի էլ ես հագնում, լավ, գնում ես, լավ ես։ Պոչում։ Լենս դասավորի, մեր ցույց կտամ։ Ուրեմն սիրելիներս, մի հատ սրանք պարտադիր չի ստեղծված լինել։ Դիր դրանք, դիր բալես, դիր։ Ուրեմն, Էլենաս եկել էր այսօր մեր հետ, որ գներ պարագաներ ջան։ Չէ բալես, փակի դուրս, ստեղ ուտելիքներ ենք դասավորում։ Ուրեմն Էլենաս եկել էր, որպեսզի գներ, ուզում է այսօր մեր համար համեղ չիզկեյք պատրաստի։ Մեզ դրա համար հարկավոր է։ Իհարկե ընթացքը կարամ նկարեմ Էլեն ընթացքը։ Այս պեչենիկներից, այս նույն պեչենիկների կրեմը կամ կարող ենք այս կրեմը օգտագործել, կամ կարող ենք վրան գլազուր լցնել։ Մենք երկու տարբերակներ գնեցինք, բայց երևի հենց իր օրիգինալ բանը կսարքենք։ Պետք է վանիլին, պետք է սերուցք, լավ բարձր տոկոսի ու լավ սերուցք, մասկարպոնե եւ սերուցքային պանիր։ Այսքանը չէ, Էլեն, ուրիշ բան պետք չի։ Շաքար բան չկա մեջը։ Ուղղակի այսպես պատրաստում ենք առանց շաքարի, ինքը դե ինչ քաղցրություն ունի պեչենիկն է ունենալու ու այս բանը կրեմը, մի խոսքով շատ համեղ դեսերտ է ստացվելու, կփորձենք ու այստեղ հանեցիր դրիվել, մի խոսքով այստեղ գնել եմ կարագ, այս առաջի անգամ էինք տեսնում ռոզմարինով այս ձողիկները, աղի ձողիկները որոշեցին գնել, գաուդա պանիր, որը մեր տանը չի դիմանում, սովորական պանիր աղացած միս, ծիծակ, նաև թթու վարունգ, ալյուր, շատ այս կողմում էլ կա, հումուս, սերուցքային պանիր, բայց կանաչիով,
Այստեղ վերցրել եմ անպակասա, միշտ պետք է գնեմ իմ համար փխրեցուցիչ, դրոշ, այստեղ էլի մեր սմուզիների համար սառնանային է սառեցրած բանը, մալինան, սունկ, այստեղ էս են չնայած, որ երեխեքը չեն ուտում հիմա, ուղղակի տան համար, որ լինի տունը, սենց համեղ ոչ կարելի բաներ, պոպկորն, որը կարան երեխեքը ուտեն, հացեր, ռուկոլա, սալատ, կաթ, սոխ, էլի հաց, տոմատի մածուկ, խնձոր ու լոլիկ, էլի հաց, պետրուշկա, այստեղ Էլենի անբաժան մոցարելան, բանան, վարունգ, որ ես մի հատ արժի 1 €50, ասենք համարյա 1 կիլոգրամ լավ, պամիդորն էլ նես չի էժանա, լավ տես չասեմ, այստեղ էլ վերցրել ենք, չկար տեսականի ծաղիկների առհասարակ, ինչ որ ես էի ուզում, Սիգենայի պարագաները, այս տեսակը վերցրեցինք, Lidl պետք է գնանք երևի, որ այդ սոխուկները բանը գնենք, ամեն դեպքում ուզում եմ այս տարի շատ ծաղիկներ դնել, այստեղ երշիկ կա, այստեղ այս դուժգելերի տեսականին էլի վերևների համար, ու այստեղ Էլենես է գնել ես ինքն իր համար, այս ամենալավ հիմա թրենդային այս պարֆումը, մարմնի սպրեյը, այստեղ էլ վերցրեցինք Ալենի համար, ամուսնուս համար, Էլենի համար, Անգելինայի համար, ու սրանք էլ Ալենի պարագաներն է, որը պետք էր իրան կարգինի մատիտ, ձախլիկի համար նախատեսված բան, մկրատ, որ վերցրեցի ունիվերսալ, որ երկու կողմից էլ, երկու ձեռքի համար էլ հարմար է, չնայած որ Ալենը լրիվ ձախլիկ է, բայց դե որ այդպես չկար մենակ ձախլիկ էս լավ սուրերից, ու վերցրեցի այս էր ուզում Ալենը, սրանք էր պետք Ալենին, կարծում եմ այսքանն էր իր պատվերները, տենց սիրելիներս, մի խոսքով հիմա մի հատ դասավորենք այս ամեն ինչը, այս դատակ տոպրակներ, հայ այս կողմում էլ կարտոֆիլ ձետ ու սուքանի թուղթ, աղ անպայման ամեն անգամ, մի խոսքով այսպիսի բազմազանություն, ուրեմն այստեղ պատրաստել ենք, այստեղ ինչքան կարակ էր, էլ 100 գրամ չէ մոտավոր, սկզբի համար, պետք է մանրացնենք, ինչ չափի պետք է, որ շատ փշուր չլինի, չէ, երևի ուղղակի, լցնում ենք մեջը ու ինչով, գծնակով կամ ինչ-որ մի բանով ծեծում մանրացնում ենք, Կապչուն ինչով։ օգտագործվելու է, էլ թե տեսնենք ինչքան կլինի։ Երևի որ այդքան շատ հասել չլինի ներքևի շերտը։ Ֆորման պատրաստեցի, մինչև Էլենս մանրեց։ Ունեք էսի մեջ հիմա։ Հետո սենց խում է։ Այսինքն լավ, արդեն ինքը պինդա, որ սառի ավելի կպնդանա։ Հիմա այս տեղափոխում ենք սառնարան ու սկսում ենք պատրաստել միջուկը։ Ուրեմն հարիչի մեջ լցնում ենք սերու։ Ինչքան է 500 գրամ է։ Հա, 500 գրամ սերու։ Ուրեմն ինչեւ հալվի այս պեչենիկի բանը կրեմը հալածում ենք միջուկի համար։ Կարաս մի անգամից շատ հալասես միջուկի ու վրայով դնելու համար, մի անգամից որ դնեք միկրովավանք։ Սրաբոքն է։ Բայց հատիկներ կլինի մեջ։ Ոչինչ։ Դրան հաղթ չի լինի։
Ին զանգված ենք ստանում, ամենքից 2 գթա, չէ, այլ լցրեցի, կարող է էլի լցնենք, թե հերիքա, չէ, հերիքա շատ կլինի, հիմա մի հատ անջատում եմ ու լավ խառնում ենք ու վշո։ Հավելացնում եմ մի քիչ էլ այդ բանից, ու արագ խառնի, բայց չխանվի, արդեն հանում ենք։ Այնքան համով է զանգված, որ կարելի է հենց տենց ուտել, առանց ոչ մի բանի։ Հիմա լցնում ենք, հարթեցնում ենք, վրան լցնում ենք մնացած բանը, այս զանգվածը, այս, ու տեղափոխում ենք սառնարան, էլ թե սառցարան։ Սառնարան։ Շփրփրավուն զանգվածը ստացվի։ Լավ հարթ պետք է լինի, երևի որ վրայինը սիրուն նստի։ Լավ ես ալել։ Ինչի՞ չէ։ Մրսում ես։ Պատուհան դուրսախ բաց եմ թողել, որ մի հատ օդափոխվի, ես գարունը ներս գա։ Չածկվել նստել է ինքը։ Վերջ կան հնարավոր էր հարթացրինք։ Հիմա լցնում ենք բանը կրեմը վրան։ Սեր ենք ուղղացնում։ Սենց կուշ որ տակի բանը չխառնվի, էլի։ Ու ջերմաշճանին էլ ենք նայում, որ բան ու մեկ էլ շատ չթողեք, մենք մի քանի րոպե շատ թողարկյան, այսինքն շատ թողեցինք միկրոալիքային վառանում ու տեսեք մի քիչ մեջը պնդացել է այս, շաքարակալել է այս հատիկները, բայց համով է դառը չի։ Ահա, սենց հիմա մի հատ մի փուճուրիկ էլ դիզայն տանք ու դնենք սառնարան։ Ահա, այս էլ մեր սիրուն ձևավորումը եղավ, այս կողքերը մի նայեք, սենց մեր միշտ է տենց շոր բաղադրատոմս նկարելուց հետո, բայց դե այս արագ հավաքենք։ Հիմա տեղավորում ենք սառնարան, թողում ենք ամենակիչը 3-4 ժամ, չէ։ Դե մի 3-4 ժամից կհանդիպենք։ Հոտը չեք պատկասնի ինչ բույր է տարածվել խոհանոցում։ Տորթը դրեցինք արդեն որ սառի ու իսկապես շատ լավ տարբերակ էր, շատ լավ է, Էլենին ասեմ էլ եթե շատ համեղ ստացվի, կարելի է ուղղակի ամառը այդ սարքել քո մշտական բաղադրատոմսը, ճիշտ է, թանկ է, որ անկեղծ ասած, թանկ է պարականները թանկ են, բայց դե ոչ այնքան թանկ ինչքան հիմա ամեն ինչն է թանկացել, բայց շատ հավես կլինի ամառվա համար, ասենք սիրուն ջահելական հավաքույթների կդառնա ասեմ քո անբաժան մասնիկը, ոնց որ մեր մրգային աղցանը Զոյկայի սերուցքով, մրգով, շաքարի փոշիով շատ համեղ է ու դարձել է մեր ընտանիքի, երբ որ երեխեքով նստում ենք կամ բան, սարքում դնում ենք ու ասենց ուղղակի ֆիլմ դիտելու համար հավես տարբերակ է, այդ էլ ասեմ կդառնա ընտանեկան ինչ-որ հավես բաղադրատոմս, ես հիմա սուրճ եմ դրել, ասենց պատրաստել եմ մի հատ սուրճ տանեմ դուրսը սուրճ խմենք ամուսնուս հետ ու հետո գնալու ենք էլի խանութ, ամուսինս գործ ունի խանութում, այսինքն ասած սուրճ խմենք դուրս գանք, չգիտեմ ուր պետք է գնանք գանք կմոնտաժեմ տեսանյութը ու կսպասեմ մինչև մի 3-4 ժամը անցնի, տորթը սառի կտրեմ ու կտեղադրեմ տեսանյութը կտեսնեք, սուրճը խմենք ու գնանք խանութ, խանութ երևի, ըստ երևույթին խանութ երևի, որովհետև ասած սուրճ խմենք ու դուրս գանք մի հատ ենթադրում եմ, որ բան ունի գնելու։ Ահա, կարծում եմ դուրս տանելու համար հեչ պարտադիր չի տակերը, որ տակերն էլ հետը լինի։ Չլավ եղանակա։
Տշկամբի համար աթոռների շորեր, բայց 2 հատ աստա գնանք նայենք այն մյուս կողմը կա ու ուզում եմ սեղանի համար սիրուն սփռոց, մտածում եմ էս սիրուն ծաղիկների հետ համադրել անենեն ինչ եք կարծում սիրուն է հա ահա սենց ես հույն ընտրեցինք սենց սևով հիմա հերթով սրանք կաշեմ Ալեն Այն գիրքը առել եմ ստիկաների, գնա կպցրա Զոյկայի հետ։ Սիրելիներս, մեր հաճելի ժամանցի անկյունն արդեն պատրաստ է։ Ծաղիկն էլ սենց։ Ասեք որ հավեսա, այս եղանակը, ստրամադրությունը, սենց ամեն ինչ արդեն տրամադրում է։ Այս կողմից, այն կողմում էլ արդեն ճոճը, վերջ։ Հիմա ժամանակն է իսկական նստելու և ընտանիքով չիզքեյքը վայելելու։ Սենց մնում է տորթը, նույնիսկ մեր մողրամանն է, մեր սպասքի հետ ծազում։ Ծաղիկներս բերեցի դուրս։ Ուրեմն լավ սառել է, որպեսզի համոզվել, տեսեք նույնիսկ մատից տեղը չի մնում։ Հիմա բացենք։ Հա, առանձնացրեցինք։ Ալջան հագնվի արի բալես։ Սենց պոկում ենք հիմա մի հատ կտրում ենք ու անուշանենք Անգել ջան, նայի սուրճը չթափվի բալես Իհարկե մենք չենք թողել, որ շատ սառի, բայց կարող եք դնել սառցարան, մի քանի րոպեով էլ ու ավելի լավ կսառի։